Ես Փաշինյանին։ Դրանից եկող մարդիկ։ Ես չէ։ Փաշինյանին դեմ եմ դրիվ։ Ինչ ես Որտեղ խոսում։ ինքը թուրքամետ է։ Ոյ։ Իսկ թուրքամետը ինքը պատմություն ուրեմն չգիտի, թե թուրքերը ինչի են ընդունակ։ Այդքան բան ասեմ, աղջիկ ջան։ Ղարաբաղը որ տվել է, այդքան էլ հերիքա, որ ես իրան չընտրեմ։ Իսկ ընդդիմադի ուժերից ում եք աջակցելու, առաջնահերթություն ում եք տալիս։ Չունենք։ Մենք չունենք լավ ղեկավար չունենք, որովհետև բոլորը իրանց լրիվ ցույց են տվել այսքան ժամանակով ինչա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանն է մասնակցելու, նոր ուժերից Սուրեն Պետրոսյան, Գուրգեն Սիմոնյան։ Կարապետյանը գիտեք ինչ, ով որ նստում է այդ աթոռին չանում է, ոնց որ այդ աթոռը հատուկ բան ունենա, հատուկ ինչ-որ հատկություն ունենա մարդկանց փչացնելու։ Լավ է, այսպես ասած, նրա տվյալները, բայց ինչ կլինի, չեմ կարողացել։ Մեզ պետք է ուժեղ, գրագետ եւ տեխնիկապես եւ իրավաբանորեն եւ ինչ ասեմ, տնտեսագետ այդ բոլոր հատկությունները ունեցող մարդ պետք է լինի, որ մեզ կարողանա կառավարել եւ հայասեր։ Ձեր ընկերուհին նեղացավ գնաց։ Չուզեց Փաշինյանին տեսա, որ ես չեմ ուզում, նեղացավ գնաց։ Նոյեմբեր ամսին հայտարարեց, որ նույնիսկ 1000 դրամով չի կարողանա բարձրացնել մեր թոշակը, որովհետեւ հսկայական ճեղ։ Այդ ոնց եղավ, որ 10000 դրամ ավելացրեց, ինչ փողերից, որտեղից, գիտեմ, ապահովագրությունը արվում է աշխատողների հաշվին, նրանցից 10800 դրամով դրամ գանձում են, բայց թոշակի այդ 10000-ը որտեղից, այդ ոնց եղավ, հիմա նա ուզում է շահագրգռի թոշակառուին, իմ նման թոշակառուն չի կարող, որ ինքը 10000 չէ, 30000 էլ տա, միլիոն էլ տա, ես իրան չեմ ընտրի, աղջիկ ջան, մենակ նրա համար, որ ինքը թուրքամետ է, ինքը չգիտի, որ թուրքը մտավ ստեղ, առաջինը իրան է ոչնչացնելու որպես դավաճան։